Իրլի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլորով եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն ամսվա համար ես կատարում եմ կանխատեսում, որտեղ օգտագործում եմ իմ ինտուիցիան, օգտագործում եմ տիեզերական տված հնարավորությունը, նաև դա ակտիվացնելու համար օգտագործում եմ տարող քարտեր։ Կանխատեսում կատարում եմ կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար, անձնական ոլորտ, գործնական ոլորտ, ֆինանսական ոլորտ, առողջական ոլորտ, նաև կկատարվի արդյոք ձեր երազանքները, ձեր նպատակները 2026 թվականի մարտ ամսին։ Ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խոյերի անձնական ոլորտին։ Սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում կլինի խնդիրներ։ Խնդիրները հիմնականում կապված կլինի, ճիշտ է, անձնական ոլորտում կլինի, բայց հիմնականում ինչ-ինչ սխալ ֆինանսական գործողություններ կարող եք կատարեք, որի պատճառով ձեր անձնական ոլորտում տարօրինակ ցնցումներ տեղի ունենա։ Ի նկատի ունեցեք, սիրելի խոյեր, դուք եթե ինչ-որ գործողություն եք կատարում, ինչ-որ փաստաթղթեր եք ստորագրում, ինչ-որ ֆինանսական գործակներ եք կատարում, հազար անգամ մտածեք, հազար անգամ չափեք, որ այդ գործողությունները կատարեք, որովհետև ցույց է տալիս, որ մարտ ամսին հնարավոր է սխալ գործողություն, սխալ գործարք, որը հիասթափություն բերե ձեր անձնական ոլորտում, անկախ նրանից ամուսնացած եք, անկախ նրանից օրինական է ձեր հարաբերությունները, թե ուղղակի համատեղ կյանքով եք ապրում։ Ինչպիսի իրավիճակ է, սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Սիրելի խոյեր, ձեր ճիշտ է կար խնդիրներ ձեր անձնական ոլորտում, բայց այստեղ ցույց է տալիս, որ եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում դուք հնարավորություն կունենաք, դուք Աստծո կամքով հնարավորություն կունենաք այդ իրավիճակը հաղթահարել եւ դուրս գալ։ Խնդիրներ կլինեն, դժվարություններ կլինեն, բարդություններ կլինեն, բայց նաեւ կլինի լուծումներ, սիրելի խոյեր, եւ դուք կկարողանաք նույնիսկ եթե այդ դժվարությունները լինեն, դուք կկարողանաք հուսանավել եւ այդ դժվարություններից դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի մարտ ամսին։ Սիրելի խոյեր, կլինի առողջական խնդիրներ, բայց ոչ վտանգավոր, ոչ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ։ Հնարավոր է, որ սիրելի խոյեր, նույնիսկ այդ առողջական խնդիրը դուք ոտքի վրա տանեք եւ չդիմեք ոչ մի բուժական հիմնարկության։ Իսկ այն խոյերը, ովքեր որ ինքնին գտնվում են հիվանդանոցներում բուժման մեջ, այստեղ ցույց է տալիս, որ կարող է լուծում լինի, լավ ճիշտ ախտորոշում լինի, լավացում լինի եւ դուք կարողանաք այդ տարօրինակ իրավիճակը, այդ առողջական խնդիրը հաղթահարել, դուրս գալ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խոյեր, 2025 թվականի մարտ ամսին, 26 թվականի մարտ ամսին։ Այո, գիտեք ինչ, սիրելի խոյեր, ձեր երազանքները կկատարվի, հատկապես
հատկապես ձեր երազանքները ձեր անձնական ոլորտում հնարավոր է ամուսնություն, հնարավոր է ամուսնության առաջարկություն, գիտեք ինչ հնարավոր է, որ երկար ժամանակ հարաբերությունները կար, բայց այդ հարաբերությունները ուրիշ փուլ չէր մտնի։ 2026 թվականին, սիրելի խոհեր, հնարավորություն կլինի, որ դուք այդ հարաբերությունը ավելի ակտիվացնեք, ավելի լավացնեք եւ ձեր երազանքները հատկապես ասնական ոլորտում կկատարվի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականին մարտ ամսին ցույց համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչ է սպասում ձեր սիրելի ցուլեր ձեր անձնական ոլորտում։ Սիրելի ցուլեր, ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում որոշակի խնդիր է, որոշակի պրոբլեմ է, որոշակի հետընթաց է, ինչ-որ վախեր կան, որ չեն թողնում, որ ձեր անձնականը առաջ գնա։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, հնարավոր է մարտ ամսին տարօրինակ հիասթափություն լինի։ Դուք հատկապես սա վերաբերվում է այն ցուլերին, ովքեր որ ամուսնացած չեն, ուղղակի դեռ հարաբերությունների մեջ են, ինչ-ինչ բաներ ձեր աչքին առաջ կգա, մարդկային հատկություններ, որը ձեզ հաճելի չի լինի եւ դուք հնարավոր է այդ հարաբերությունը դադար տաք։ Իսկ այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած են, ցույց է տալիս, որ կլինեն խնդիրներ, հատկապես խնդիրները, բարդությունները ոչ թե անձնական ոլորտի հետ է կապված, ոչ թե էմոցիոնալ դաշտի հետ է կապված, այլ ֆինանսական խնդիրների հետ է կապված։ Հնարավոր է ֆինանսական պրոբլեմներ, բարդություններ, որը ձեր անձնական ոլորտում, ձեր ընտանիքի մեջ բերի խնդիրներ եւ տարաձայնություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի գործնական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, ձեր գործնական ոլորտում ցույց է տալիս, որ տարօրինակ փոփոխություն է կատարվելու։ Եթե դուք քնած եք, դուք չեք աշխատում, ինչ-որ գործունեությամբ չեք զբաղվում, շատ պրոբլեմներ կար, որը ձեր ոտքերից կախված չէր թողնում, դուք 2026 թվականի մարտ ամսին սիրելի ցուլեր, այնպիսի էմոցիոնալ փոփոխություն եք ունենալու, կորդինալ փոփոխություն եք ունենալու, որ ոնց որ այդ քնած իրավիճակից արտանալու եք, թե ձեր ներքին ձայն է բերելու, թե աստվածային ուժերն են ձեզ կանգնեցնելու ճիշտ ուղու վրա, ցույց է տալիս, որ ձեր մեջ փոփոխություն է տեղ ունենալու մինչև նույնիսկ 180 աստիճանի վրա։ Քնած դերևս դանդաղող ցուլերը արագ որոշումներ են կայացնելու, կրնա դասընթացներ լինի, կրնա քննություններ լինի, կրնա աշխատանքի մեջ պաշտոնի հետ կապված բարելավումներ լինի, բայց ցույց է տալիս, որ ինչ որ լինելու է սիրելի ցուլեր, լինելու է ի օգուտ ձեզ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Կա խնդիրներ, սիրելի ցուլեր, կա խնդիրներ ձեր առողջական ոլորտում։ Ցույց է տալիս, որ այստեղ խնդիրները ոչ թե ուղղակի ֆիզիոլոգիական են, սիրելի ցուլեր, այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է ձեր վրա ինչ-որ նեգատիվ կա։ Դա կարող է լինի աշկ, կարող է լինի նավզ, կարող է լինի թուղթուղիր, որը կբերի առողջական խնդիրներ եւ առողջական պրոբլեմներ։ Եթե զգում եք, որ այդ առողջական խնդիրները կան, սիրելի ցուլեր, ոչ միայն պետք է բժշկի դիմեք, այլև պետք է գիտեք ինչ էքստրասենսի դիմեք, որպեսզի մաքրման գործողություն կատարվի, որպեսզի նաև ձեր ապակինումը լինի արդյունավետ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ցուլեր, 2026
6 թվականի մարտ ամսին, այո, սիրելի ցուլեր, ձեր երազանքները կկատարվեն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ինչ նպատակներ, որ ունեք, այդ նպատակները կկատարվեն, եթե խնդիրներ կա պետական դռների, իրավական, առողջապահական դռների հետ կապված, սիրելի ցուլեր, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, այդ խնդիրները, այդ հարցերը լուծվելու են ի օգուտ ձեզ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին եւ որակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի եւ որակների անձնական ոլորտում։ Սիրելի եղբորակներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, այն եղբորակները, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է երեխայի ամուսնություն, հնարավոր է թոռնիկի ծնունդ, ձեր ստատուսը փոխվելու է, սիրելի եղբորակներ, այն եղբորակները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի եղբորակներ, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում կունենաք անձնական հարաբերություն, կլինի ամուսնություն։ Գիտեք ինչ, սիրելի եղբորակներ, ընդհանրապես ցույց է տալիս, որ մարտ ամիսը ձեր անձնական ոլորտում տարօրինակ էներգիա է մտնելու։ Նույնիսկ այն եղբորակները, ովքեր որ չեն հնարավորություն ունեցել, չի եղել իրենց կյանքի մեջ ընտրության հնարավորություն, այստեղ ցույց է տալիս, որ ընտրության հնարավորություն է բացվելու եւ սիրելի եղբորակներ դուք կարողանալու եք այդ ընտրությունը կատարել լիարժեք ի օգուտ ձեզ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորակների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Սիրելի եղբորակներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, այն եղբորակները, ովքեր որ աշխատանք չունեն, հնարավոր է աշխատանքի առաջարկություն, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն լինի, սիրելի եղբորակներ։ Ցույց է տալիս, որ մարտ ամիսը դուք ինչ որ անելու եք, ինչ ֆինանսական ներդրումներ որ անելու եք, դա ձեզ համար լինելու է հետագայում ֆինանսական հոսքեր բերելու հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի եղբորակներ, ցույց է տալիս, որ հնարավոր էր, որ պետական դռների, ֆինանսական դռների հետ կապված ինչ որ խնդիրներ կար, հնարավոր է վարկեր, հիպոթեքի հետ կապված, այստեղ ցույց է տալիս, որ 2026 թվականի մարտ ամիսը, եթե նույնիսկ այդ խնդիրները կամ խնդիրներ կան, սիրելի եղբորակներ, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, եթե նույնիսկ միայն բանկի հետ չի ստացվում, 100% հաջորդ բանկի հետ ձեր գործարքը լինելու է, նաև հնարավոր է ժառանգություն ստանաք, նաև հնարավոր է մեծ ֆինանսական ներդրում եւ նվիրատվություն ստանաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորակների առողջական ոլորտում 2025 թվականի մարտ ամսին, 2026 թվականի մարտ ամսին, սիրելի եղբորակներ, ընդհանրապես չկա առողջական խնդիր, չկա առողջական բարդություն, ուղղակի ցույց է տալիս, որ հնարավոր է դուք ինչ որ գումարներ տնեք, հնարավոր է ձեր իմիջը, ձեր ներքին ձեր արտաքինը փոխելու հնարավոր է դրա վրա լինի գումարի ներդրում, որն նսինքյան հաջող է լինելու վտանգավոր չէ, բայց վախենալու ոչ մի վտանգավոր բան չկա։ Հնարավոր է նաև դուք ձեր գումարը ներդնեք ձեր սեփական առողջությունը լավացնելու համար։ Կարող է դիմեք ինչ որ ֆիթնես ակումբներ, մասաժի սալոններ, որը ավելի է լավացնելու ձեր առողջականը։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի եղբորակներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի եղբորակներ, հատկապես անձնական ոլորտում
ցույց է տալիս ամուսնություն, ցույց է տալիս երեխայի ծնունդ, ցույց է տալիս երեխայի ամուսնություն։ 2026 թվականի մարտ ամիսը հատկապես ձեր ասնական ոլորտում ինչ երազանք նպատակ որ ունեք, դա կատարվելու է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին Խեսկեդին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Խեսկեդինների համար։ Սիրելի խիսկերիներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ 2026 թվականի մարտ ամիսը սիրելի խիսկերիներ, ովքեր որ ամուսնացած են, դուք տարօրինակ երջանիկ էմոցիաների մեջ եք լինելու, երջանիկ մթնոլորտ, ճանապարհորդություն, հարազատների հանդիպում հարազատների հետ։ Գիտեք ինչ, սիրելի խեսկերիներ, ցույց է տալիս, որ 2026 թվականի մարտ ամիսը ձեզ համար հատկապես անձնական ոլորտում լինելու է հաղթանակների ամիս, լինելու է դափնեպսակներ ստանալու ամիս։ Այն եղբորակներ, այն խեսկերիները, ովքեր որ ամուսնացած չեն, 100% կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ կլինի ամուսնություն, կլինի համատեղ ապրելու, համատեղ կյանք վարելու առաջարկություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկերիների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաղթանակներ է։ Եթե խնդիրներ կար բանկային համակարգի հետ, աշխատանքի հետ, պաշտոնի հետ, սիրելի խեսկերիներ, այդ բոլոր խնդիրներից դուք հաջողությամբ հաղթանակով դուրս եք գալիս։ Մեծ ֆինանսական ներդրումներ կարող է լինի, կարող է դուք շատ վաղուց երազած ինչ-որ նպատակներ ունեք, պլաններ ունեք, եւ այդ նպատակները, պլանները ինչ-ինչ պայմաններով կանգնել էին, դատարել էին, հատկապես ֆինանսականի պատճառով, ցույց է տալիս, որ 2026 թվականի մարտ ամիսը ձեզ համար յուրահատուկ ֆինանսական հոսքերի ժամանակահատված է լինելու եւ դուք այդ ներքին պլանները ձեր նպատակներին կարողանալու եք հասնել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկերիների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամիսը։ Սիրելի խեսկերիներ, ձեր առողջական ոլորտում գիտեք ինչ, վախենալու ոչ մի բան չկա, ճիշտ է, ուշադրություն դարձրեք ձեր սիրտանոթային համակարգին, ուշադրություն դարձրեք, կատարեք բժիշկների ցուցումը, բայց վախենալու ոչ մի բան չկա, հնարավոր է երեխայի ծնունդ լինի, հնարավոր է երեխայի բեղմնավորում լինի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խեսկերիներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի խեսկերիներ, ձեր երազանքը եւ ֆինանսական ոլորտի հետ կապված, եւ անձնական ոլորտի հետ կապված, եւ ընտանեկան ոլորտի հետ կապված, բոլոր ոլորտների հետ կապված, ինչ նպատակ երազանք որ ունեք, դրանք կատարվելու է։ Հատկապես այն խեսկերիները, ովքեր որ խնդիրներ ունեն պետական իրավական մարմինների հետ, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին այրուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի այրուզներին։ Սիրելի այրուզներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Ինչ գիտեք ինչ, այն այրուզները, ովքեր որ ամուսնացած են, ձեր տան մեջ մեծ հաջողություն է լինելու։ Հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է ձեր երեխայի ամուսնություն, հնարավոր է թորնիկի ծնունդ, հնարավոր է ձեր երեխան ինչ որ ուսումնական հաստատություն մտնի, հնարավոր է տան ձեռքբերում, որով դուք մեծ հաջողություն կունենաք, կուրախանաք։ Գիտեք ինչ, սիրելի
Սիրելի այրուզներ, 2026 թվականի մարտ ամիսը դուք անընդհատ հատկապես ձեր անձնական ոլորտում տարօրինակ հաջող էներգիա է մտնելու, հաջողությունը հաջողության հետևից, դուք անընդհատ հաղթանակով եք դուրս գալիս, լավ լուրեր եք իմանալու, լավ լուրեր եւ ուրախանալու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Գիտեք ինչ սիրելի այրուզներ, եթե դուք աշխատանք չունեք 100% կունենաք աշխատանք, կլինի աշխատանքի առաջարկություն։ Եթե դուք երկար ժամանակ սպասում եք, որ ձեր սեփական գործունեությամբ զբաղվեք, սիրելի այրուզներ, դուք հնարավորություն կունենաք նաև ձեր սեփական գործունեությունը, ձեր սեփական բիզնեսը ունենաք։ Սիրելի այրուզներ, մեծ ֆինանսական հոսքեր է մտնելու եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն եւ ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն։ Հնարավոր է պետական, իրավական, առողջական դռների հետ կար խնդիրներ, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակ։ Լավ լուրեր, սիրելի այրուզներ, ուրախ լուրեր, լավ էմոցիաներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Սիրելի այրուզներ, ձեր առողջական ոլորտում խնդիր չկա, խնդրեմ չկա։ Եթե նույնիսկ դուք հիվանդ եք, հիվանդանոցում եք, մարտ ամսին կլինի առողջացում, կլինի լավացում, կլինի ավագինում, դուք այդ հիվանդանոցի պատերը լավանալով, ապաքինվելով լքելու է։ Հնարավոր է ունենաք երեխա, երկար սպասված երեխա, կամ երեխայի ծնունդ, կամ բեղմնավորում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի այրուզներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի այրուզներ, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում, ինչ երազանք, նպատակ որ ունեք, ինչ որ ձեռնարկել եք, ինչ որ նախատեսել եք, ձեր այդ երազանքը նպատակը 2026 թվականի մարտ ամսին կատարվելու է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կույսերի համար։ Սիրելի կույսեր, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ճիշտ է, մեծ հաջողություն չէ, մեծ ձեռքբերում չէ, բայց լինելու է հաջողություն։ Հնարավոր է աշխատանք ունենաք, աշխատանքի առաջարկություն լինի, հնարավոր է պաշտոնի բարձրացում լինի, որտեղ դուք ավելի բարձր աշխատավարձ կունենաք, հնարավոր է երկար սպասված պետական դռներից, ֆինանսական դռներից ինչ որ գործողություններ, գործակներ լինի, որին դուք երկար ժամանակ չեք կարողանում հասնել։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, ցույց է տալիս, որ ձեր ֆինանսական ոլորտում ոչ թե անմիջապես է լինելու հաջողություն, այլ դուք մարտ ամսին այնպիսի գործողություններ, գործակներ կկատարեք, որ հետագայում այդ գործողություններն ու գործակները ձեզ համար կդառնա հենասուն, հիմնակար, որի վրա հենվելով դուք կկարողանաք ձեր ֆինանսական ոլորտը ավելի լավացնել եւ բարելավել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական անձնական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում հաջողություն է։ Ինչ երազանքներ որ ունեք, սիրելի կույսեր, եւ ամուսնացած կույսերին է վերաբերվում եւ բաժանված չամուսնացած կույսերին է վերաբերվում։ Եթե ամուսնացած եք, սիրելի կույսեր, ձեր ընտանիքի մեջ հաջողություն է, ձեր ընտանիքի մեջ երջանկություն է, ձեր ընտանիքի մեջ խնդիրների լուծում է, դժվարություններից դուրս գալ է։ Այն կույսերը, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի կույսեր, տիեզերքի Աստծո կամքով
ձեր կյանքի մեջ կհայտնվի այնպիսի մարդ, որի ձեր երկուսի էներգիան լինելու է համատեղ, ոնց որ ասում են ձեր երկուսի ջրերը միանալու են եւ 2026 թվականի մարտ ամիսը սիրելի կույսեր դուք հնարավորություն կունենաք ընտանիք կազմելու կլինի ամուսնության առաջարկություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում։ Սիրելի կույսեր, ձեր առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին չկա խնդիրներ, չկա պրոբլեմներ։ Եթե նույնիսկ խնդիրներ լինի, պրոբլեմներ լինի, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ոչ թե դիմելու եք, ոչ հիմնարկություն, դուք այդ խնդիրները, պրոբլեմները ոտի վրա տանելու եք։ Չկա վտանգավոր իրավիճակ, չկա պարտություն։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կույսեր, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի կույսեր, երազանքը հնարավոր է ընտանիքի միություն լինի, հնարավոր է միգրացիոն փաստաթղթերի ստացում լինի, հնարավոր է վիզայի ստացում լինի, հնարավոր է երկար սպասված ճանապարհորդություն լինի, հնարավոր է երկար սպասված աշխատանք լինի, բայց աշխատանքը օնլայն, ձեր կապը հեռահար, ինտերնետային, ձեր աշխատանքը կապված լինի ինտերնետով, հեռահար աշխատանք լինի։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, 2026 թվականի մարտ ամիսը ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջող ամիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին կշեռք համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կշեռքներին։ Սիրելի կշեռքներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Եթե դուք ամուսնացած եք, ձեր ընտանիքի մեջ լինելու է հաջող լուր, հնարավոր է երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, աշխալուսանք է լինելու, սիրելի կշեռքներ, ձեր անձնական կյանքի մեջ հնարավոր է երեխայի ծնունդ, երեխայի ամուսնություն։ Գիտեք ինչ, սիրելի կշեռքներ, ձեր անձնական ոլորտում շատ յուրահատուկ փոփոխություն է լինելու։ Այն կշեռքները, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ մտնելու է այն մարդը, որի հետ դուք հետագայում ունենալու եք ամուսնություն, կարողանալու եք պսակադրվել, կարողանալու եք ամուսնանալ, կարողանալու եք ընտանիք կազմել, հնարավորություն ունենալ երեխա ունենալու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Սիրելի կշեռքներ, կլինեն բարդություններ ֆինանսական ոլորտում, բայց դուք Աստծո կամքով, տիեզերքի կամքով կկարողանաք այդ բարդությունները հաղթահարել, այդ բարդությունները խուսանավել եւ այդ բարդություններից դուրս գալ։ 100% սիրելի կշեռքներ, հնարավոր է որ ձեր աշխատանքը լինի հեռահար, նաև հնարավոր է աշխատանքի առաջարկություն լինի այլ երկրից, որը դուք կգնաք եւ ինքնըստինքյան ձեր ֆինանսական ոլորտը ավելի կլավանա, ավելի կբարելավի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Սիրելի կշեռքներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր, չկա պրոբլեմ, հնարավոր է թեթևագի խնդիրներ լինի, թեթևագի դա հնարավոր է նաև եղանակի փոփոխության հետ կապված ինչ-որ քխացավեր, թեթևագի միգրեն, բայց ոչ վտանգավոր իրավիճակ։ Իսկ այն կշեռքները, ովքեր որ հիվանդանոցում էին, Աստծո ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս ապակինում, հնարավոր է սխալ ախտորոշումը փոխվի ավելի թույլ, ավելի լավ ախտորոշման եւ լինի ապակինում, լինի լավացում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կշեռքներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի կշեռքներ, ձեր երազանքները կկատարվի
հատկապես ֆինանսական ոլորտում, հնարավոր է աշխատանք, աշխատավարձի բարձրացում, ձեր սեփական կորզունեությամբ աշխատելու հնարավորություն, ֆինանսական հոսքեր, բանկերի հետ կապված գործարքներ, որին դուք երկար ժամանակ սպասում եք եւ դա լինելու է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կարիճների։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Գիտեք ինչ, ստատուսի բարձրացում, կարող է լինեք մայրիկ, հայրիկ, պապիկ, տատիկ, հնարավոր է ծնվի երեխա, հնարավոր է ծնվի թոռնիկ, հնարավոր է ձեր երեխայի ամուսնություն լինի, հնարավոր է ձեր երեխայի կնունքը լինի, մկրտությունը լինի։ Ընդհանրապես, գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում մարտ ամիսը շատ հաջող ամիս է լինելու, հաջող։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, արդեն նույնիսկ կակներ եք բաժանության եզրին, սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ դրանք բոլորը անցնելու են, դուք այդ իրավիճակից դուրս եք գալիս հաղթանակով, ամեն ինչ կատարվելու է ձեր սրտով, ձեր ցանկությամբ։ Այն կարիճները, ովքեր որ ամուսնացած չեն, դա եւ տղամարդկանց է վերաբերվում եւ կանանց է վերաբերվում, ովքեր որ ամուսնացած չեն, այն կարիճները հնարավոր է որ ձեր կյանքի մեջ լինի ամուսնություն, լինի ամուսնության առաջարկություն, հնարավոր է որ դուք երկար ժամանակ իրար հետ շփվում եք, բայց այժմ ձեր շփումը դառնա օրինական, դառնա ամուսնություն, դառնա պսակադրություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եւ այդ հաջողությունները ֆինանսական ոլորտում ուրախություն է բերելու, երջանկություն է բերելու ձեր ընտանիքի անդամներին, հնարավոր է տուն ունենաք, հնարավոր է տուն ձեռք բերեք, հնարավոր է ժառանգություն ստանալ, երկար սպասված մեծ ներդրումներ եղնի ձեր ֆինանսական գործունեության մեջ։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, հնարավոր է որ ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն լինի, դուք կարողանաք ձեր էներգիան, ձեր ներդրումը, ձեր ֆինանսը օգտագործեք ձեր սեփական գործունեությունը ակտիվացնելու համար։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Այն կարիճները, ովքեր որ երկար ժամանակ երեխա չեն ունեցել, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է, գիտեք ինչ, հնարավոր է բեղմնավորում։ Սիրելի կարիճներ, եթե նույնիսկ առողջական խնդիրներ կա ձեր հետ կապված, ձեր հարազատների հետ կապված, այդ առողջական խնդիրը վերանալու է, ավարտվելու է, դուք լավ լուր եք իմանալու, դուք ուրախանալու եք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիճներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի կարիճներ, հատկապես ձեր երազանքը ֆինանսական ոլորտին է վերաբերվում, հնարավոր է աշխատանք, աշխատավարձի բարձրացում, հնարավոր է սեփական կորզունեությամբ զբաղվելու հնարավորություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին անձնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի աղեղնավորներին։ Սիրելի աղեղնավորներ, ձեր ֆինանսական ոլորտում հնարավոր է խնդիրներ, հնարավոր է պրոբլեմներ, հնարավոր է աշխատավարձ չլինի, հնարավոր է այդ աշխատանքից հիասթափություն լինի, դուք ինքներդ այդ աշխատավայրը լքեք։ Գիտեք ինչ, հնարավոր է պարտքեր լինի, չնախատեսված պարտքեր լինի։ Գիտեք ինչ, սիրելի աղեղնավորներ,
2026 թվականի մարտ ամիսը ուշադրություն դարձրեք, եթե գործակներ եք կնքում, 100 անգամ չափեք, մտածեք նոր այդ գործակները կնքեք, որովհետև հնարավոր է ֆինանսական կորուստներ, ֆինանսական խնդիրներ, ոչ թե նրա պատճառով, որ դուք ինչ-որ սխալ գործողություն եք կատարում, այլ հնարավոր է ինչ-որ գործակ լինի, որտեղ լինի խաբեություն, ոչ մեկի համար, ոչ մի մտեք բանկային գործարքներ մի արեք, մենակ գործարքներ, գործողություններ կատարեք ձեր համար, սիրելի աղեղնավորներ, դա այնպես ցույց է տալիս, որ ֆինանսական ոլորտում կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների անձնական ոլորտում 2026 թվականի մարտ ամիսը, սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս առաջընթաց, ցույց է տալիս երջանկություն, այն աղեղնավորները, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է ձեր տան մեջ շատ մեծ հաջողություն լինի, չսպասված հաջողություն, հնարավոր է այնպիսի մեծ խնդիրներ, պրոբլեմներ կար, որ դուք այդ մեծ խնդիրներից, պրոբլեմներից ինչ-որ հուսահատության եզրին եք կանգնած, Աստված ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, իսկ այն աղեղնավորները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի աղեղնավորներ, 2026 թվականի մարտ ամսին ձեր անձնական կյանքի մեջ մտնելու է այն միակը, որը իրոք ձեզ համար լինելու է միակը, լինելու է ճակատագրական հանդիպում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Սիրելի աղեղնավորներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր, չկա պրոբլեմ, չկա բարդություն, եթե նույնիսկ դուք հիվանդանոցում եք, կար խնդիրներ, կար նաև ապաքինում, կար նաև լավացում, գիտեք ինչ որ Աստծո ձեռը ձեր վրա է և այդ ապաքինումը, լավացումը կատարվելու է։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի աղեղնավորներ 2026 թվականի մարտ ամսին, այո, սիրելի աղեղնավորներ, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք 2026 թվականի մարտ ամսին կատարվելու է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին այծել ջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Սիրելի այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է երեխայի ամուսնություն, հնարավոր է թոռնիկի ծնունդ, գիտեք ինչ հնարավոր է ձեր երեխան այնպիսի լավ դիպլոմ ստանա, բուժական, գիտեք ինչ որ բարձրագույն ուսումնական հաստատություն մտնի, գիտեք ինչ սիրելի այծելջուրներ 2026 թվականի մարտ ամիսը ձեր անձնական կյանքի մեջ մտնելու է որպես յուրահատուկ հաջող ամիս, դուք զգալու եք Աստծո ներկայությունը, դուք զգալու եք Աստծո ձեռը ձեր վրա, ձեր ընտանիքի վրա, ձեր ընտանիքի անդամների վրա, այն այծելջուրները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի այծելջուրներ, 2026 թվականի մարտ ամիսը ձեզ համար լինելու է յուրահատուկ հաջողության ժամանակահատված, լինելու է ամուսնություն, լինելու է նշանադրություն, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որը ձեզ համար իրոք ճակատագրով ուղարկված է և այդ ամուսնությունն էլ լինելու է շատ երջանիկ։ Ինչպիսի իրավիճակ է մեր այծելջուրների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մայիս ամիսը, սիրելի այծելջուրներ, մարտ ամիսը, 2026 թվականի մարտ ամիսը ձեր ֆինանսական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն։ Հնարավոր է այն մարդիկ, այն այծելջուրներն, ովքեր որ համակարգում էին աշխատում, դա ոստիկանություն է, բուժհիմնարկ է, մաքսային համակարգ է, ցույց
ցույց է տալիս, որ դուք կունենաք պաշտոնի բարձրացում։ Այն արձոջուրները, ովքեր որ աշխատանք չունեին, հնարավոր է աշխատանքի առաջարկություն, գիտեք ինչ, մի վախեցեք, գնացեք, որովհետև այդ աշխատավայրում դուք ավելի մեծ հաջողություններ կունենաք, ավելի մեծ ֆինանսական հոսքեր և հնարավորություններ կունենաք։ Սիրելի այծելջուրներ, նաև հնարավոր է, որ դուք հնարավորություն ունենաք ձեր սեփական բիզնեսը, ձեր սեփական գործունեությունը հիմնավորելու և հիմք դնելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Չկա խնդիր, չկա պրոբլեմ, կա լավացում, կա ապաքինում, կա առողջացում, եթե նույնիսկ գումարներ եք գնում, դուք այդ գումարները օգտագործում եք մասաժի համար, ձեր ոչ թե վտանգավոր խնդիրներ լուծելու համար, այլ ձեր ֆիզիկականը ավելի լավացնելու, ավելի ապաքինելու համար։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այծելջուրներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, ձեր երազանքը կկատարվի, ձեր դեմ կբացվի հնարավորություններ, ձեր դեմ կբացվի ճանապարհներ, հնարավոր է նույնիսկ այն կան այծելջուրներ, ովքեր որ փակ են, ձերբակալված են, իրենց հնարավոր է որ լինի ազատում, ճանապարհներ է բացվում, միգրացիոն հնարավորություններ է բացվում, փաստաթղթեր, ընդհանրապես ոչ միայն ճանապարհներ, կյանքի բոլոր ոլորտներում ճանապարհներ է բացվելու։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ջրոցներին։ Սիրելի ջրոցներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա ձեր ընտանիքի մեջ, այդ խնդիրը պրոբլեմը լուծվում է, նորից ձեր կյանքի մեջ, ձեր ընտանիքի մեջ մտնում է սեր, մտնում է միություն, մտնում է հաջողություն։ Գիտեք ինչ, սիրելի ջրոցներ, հնարավոր է այն ջրոցները, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ հետագայում դուք ապրելու եք, երկար կյանք եք ունենալու։ Գիտեք ինչ, սիրելի ջրոցներ, հնարավոր է երեխայի ծնունդ լինի, դուք դառնաք կամ տատիկ, պապիկ, կամ մայր, հայր ծնող դառնաք։ Գիտեք ինչ, սիրելի ջրոցներ, 2026 թվականի մարտ ամիսը ձեր անձնական ոլորտը յուրահատուկ ուրախ էլևեջներով է լցվելու, հաջողություններ, ուրախություններ, երջանկություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների ֆինանսական ոլորտում։ Սիրելի ջրոցներ, ուշադրություն դարձրեք, հնարավոր է ձեր ֆինանսական ոլորտում լինի խնդիրներ, լինի պրոբլեմներ։ Գիտեք ինչ, ճիշտ է, կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք։ Աստված ցույց է տալիս, որ կլինի պրոբլեմ, բայց այդ պրոբլեմը նաև ցույց է տալիս, որ լուծելի է, դուք ուժ ու հնարավորություն կունենաք այդ պրոբլեմը հաղթահարել, դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների առողջական ոլորտում։ Կլինի խնդիրներ, բայց ոչ վտանգավոր, բայց այդ խնդիրները կլինեն, որոշակի խորհուրդ եմ տալիս անհապաղ, եթե կա խնդիրներ, դիմեք բուժ հիմնարկության, որպեսզի ավելի բարդություններ չլինի, ավելի վտանգավոր իրավիճակներ չլինի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ջրոցներ, 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի ջրոցներ, ձեր երազանքը կկատարվի, հնարավոր է ամուսնություն, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, հնարավոր է ապաքինում, լավացում։ Գիտեք ինչ, սիրելի ջրոցներ, 2026 թվականի մարտ ամիսը ոնց որ Աստծո աչքը ձեր վրա է, եթե նույնիսկ խնդիրներ կան, պրոբլեմներ կան,
դուք Աստծո կամքով այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին ցուկ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Սիրելի ծնկներ, ձեր անձնական ոլորտում սեր, ուրախություն, երջանկություն, սիրային հանդիպում, ժամադրություն, մեր սիրելի ամուսնացած ծնկների տան մեջ նույնպես լինելու է երջանկություն։ Գիտեք ինչ, սիրելի ծնկներ, մարտ ամիսը ձեզ համար լինելու է հաջող ամիս, երջանիկ ամիս, հանդիպումների ամիս, այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, կլինի ամուսնություն, կլինի ամուսնության առաջարկություն, ձեր կյանքի մեջ կմտնի այն մարդը, որը իրոք ճակատագրով ձեզ համար նախատեսված է։ Երկար սպասված երեխայի ծնունդ կարող է լինի, սիրելի ծնկներ։ Այժմ տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների ֆինանսական ոլորտում։ Կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ, ուշադրություն դարձրեք, հնարավոր է այն կոլեկտիվում, որտեղ որ աշխատում եք, լինի պրոբլեմներ, լինի խնդիրներ, բայց մի քվախեցեք, այդ պրոբլեմները, այդ խնդիրները անցողիկ են, դուք կկարողանաք այդ պրոբլեմներից, այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Սիրելի ծնկներ, հնարավոր է պետական դռների հետ կապված խնդիրներ լինի, դա եւ իրավական դռներ, դա եւ բանկային համակարգ, դա եւ առողջական համակարգ, այստեղ էլ ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Լավացում, ավագենում, գիտեք ինչ, սիրելի ծնկներ, եթե նույնիսկ կա խնդիր, նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրից պրոբլեմից դուրս եք գալիս, ավագինում է ցույց տալիս, լավացում է ցույց տալիս։ Ինչպիսի իրավիճակ է, կկատարվի արդյոք մեր ծնկների երազանքները 2026 թվականի մարտ ամսին։ Այո, սիրելի ծնկներ, ձեր երազանքները եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, եւ առողջական ոլորտում ձեր երազանքները կկատարվեն։ Դուք եթե խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Այս կանը սիրելիներս ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին կենտանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Այսքանը, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Հաջողություն սիրելիներս, տեսություն։